Խորհրդարանում քննարկվում է ճանապարհային երթևեկության, անվտանգության երթևեկության հարցը։ Ձեր հարցերին բավարարող պատասխան ստացաք թե չէ, եւ հաշվի առնելով, որ մեր քաղաքում, երբ որ մի ցանկացած X պաշտոնյա փորձում է A կետից տեղափոխվել B կետ, ամբողջ քաղաքը վերածում է քաոսի։ Դուք որպես քաղաքացի անհարմարավետության զգացում չեք ունենում այդ պահերին, երբ որ անգամ անցումի մոտ կանգնած հետիոտնային չեն թույլ տալիս ինչ որ փորով ձյաձյաներ, պարեկներ կոչվող, չեն թույլ տալիս ուղղակի կոպիտ տոնով անցնել, շարժվել, ոնց որ մեր իրավունքների ոտնահարում դա չի։ Դա լրիվ այդպես է եւ դա հիմնականում վերաբերվում է ձեր բարձրացած մատնանշած խնդիր եւ անհարմարությունը, որը ստեղծվում է այս քաղաքում, հատկապես Նիկոլ Փաշինյանի երթևեկությունների ժամանակ, առավելապես նրա այս կամ այն կետից տեղաշարժվելն է, որ տենց մեծ աժոտաժ է, ընդ որում դա մի պաշտոնյա է, որը մեզ ձևանում է իբր ավտոբուս նստող, իբր մետրո նստող, իբր ոտքով քայլող եւ ավտոլվացման կետից իր վրա ջուր պզզնող, իբր յուղման կետերի մոտից անցնող եւ ընդ կեղտոտվող, իբր հեծանիվ քշող, այս դերասանը իրականում նրա ամբողջ տեղաշարժը, ամբողջ ոստիկանական համակարգը լարվածության մեջ է պահում քաղաքացիների հետ միասին։ Եվ ես որի կարիքը ընդհանրապես չկա, այսինքն եւ եթե հիշենք թե 18 թվականին նա ինչ ազատություն, ինչ հանգստություն ուներ այդ կարգի հարցերում, ինչ վերաբերմունք ուներ, նույնիսկ հայտարարում էր, որ պետքա շարասյունները կանգնեն կարմիր լույսի տակ, որ պետքա զիջեն քաղաքացիներին, որ նրանք ընդամենը ծառայողներ են եւ այլն, ընդամենը կարճ ժամանակ պետք եղավ, որպեսզի իր շարասյունը դառնա մարդասպան եւ չպատժվեն իրենց գործած հանցանքի համար։ Եվ այսօր ոստիկանապետը չպատասխանեց իմ հարցին, թե մինչեւ տարեվերջ քանի նման սպանություն են պլանավորում իրականացնել վարչապետին ուղեկցելու ընթացքում։ Ձեր ընդհանուր առմամբ ձեր հարցերի նույն կապված Ադրբեջանին ճանապարհներ տալու եւ այլն հետ կապված ստացա։ Ես ոչ մի իմ հարցի պատասխան առայժմ չեմ ստացել եւ առհասարակ ես տպավորություն եմ, ես առաջին անգամ չի որ խորհրդարանական լսումներին մասնակցում եմ, երբ որ կառավարության ներկայացուցիչներին հարց ես տալի, իրանք այդ հարցի պատասխանի շրջանակներում ինչ որ ձայն են հանում։ Ու այնց որ ուշադրություն կենտրոնացնես կարող է թվա թե խոսում են, բայց թե ինչ են ասում եւ ինչքանով իրանց ասածը կապ ունի հնչեցվող հարցի հետ, ես ոչ միայն իմ հարցի պարագայում, այլ առհասարակ, ասենք ինձնից բացի այստեղ էլի մարդիկ կան, որ հարցեր են տալի կառավարությանը։ Ես հələ չեմ արձանագրել մի դեպք, որ հնչի հարց եւ կառավարության ներկայացուցիչի կողմից այդ հարցին հնչի որակյալ այդ հարցի պատասխանի հետ առնչություն ունեցող խոսույթ։ Նկատել եք, որ ընդհանրապես ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հիմնականում Նիկոլ Փաշինյանն է հարցերի պատասխանում։ Նկատել եք, որ ասենք կառավարության մյուս անդամները գրեթե հարցերի չեն պատասխանում։ Դա կախված է նաև իրանց թեմային չտիրապետելու եւ խնդիրը չպատկերացնելու հանգամանքներով։